Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը քթի շրջանում հարված է ստացել, երբ լրագրողները փորձել են նրանից հարցազրույց վերցնել։ Թել Ավիվում կայացել է Իսրայելի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը, կողմերը պայմանավորվել են ընդլայնել գործակցությունը պաշտպանության ոլորտում։ Թրամփի դիրքորոշումը չեզոք է և նա իրոք զբաղվում է կարգավորման հարցերով, մինչդեռ եվրոպացի քաղաքական գործիչների դիրքորոշումը բացահայտ ուկրաինամետ է, ասել է Պեսկովը մեկնաբանելով Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը։ Պեսկովի խոսքով իրական միջնորդությամբ կարող է զբաղվել միայն այն կողմը, որը նույն հեռավորությունն է զբաղեցնում հակամարտության կողմերից։ Ուկրաինան իսկապես կարող է հուշագիր ստորագրել Ռուսաստանի հետ, որը կհանգեցնի հակամարտության ավարտի մասին պայմանագրի, ասել է Վլադիմիր Զելենսկին։ Պուտինն ու Թրամփը խոսել են հեռախոսով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարգավորման հարցում որոշակի առաջընթաց կա զրույցից հետո հայտարարել է Թրամփը։ Ուկրաինայի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Եվրամիության պատվիրակությունները հնարավոր է հանդիպեն Թուրքիայում, Վատիկանում կամ Շվեյցարիայում, հայտարարել է Զելենսկին։ Նա նշել է, որ զրույց է ունեցել Թրամփի և եվրոպական առաջնորդների հետ։ Սեդա Մակարյանն, Նոնա Գևորգյան, ABC Media։